Բարի երեկո, առաջին ալիքի եթերով շաբաթ արևմտահայերենով ամփոփելու ժամն է, ես Սիվանա Կարապետյանն եմ։ Կառավարության ներս քննարկված են առողջության համընդհանուր ապահովագրության համագարքի ընդլայնման տարբերակները։ 2027-ին սկսյալ նախատեսված է համագարքի մեջ ներառել մինչև 200,000 դրամ աշխատավարձ ստացողները, ապահովագրության ծախսը փախչելով պետության, աշխատողին եւ գործադուին միջև։ Կառավարության նպատակն է մինչև 2029 թվականը համագարքի մեջ ներառել բնակչության բոլոր խավերը, միևնույն ադենապահովելով ադոր տրամական կայունությունն ու ծառայություններու որակը։ Կառավարության ներս վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքին ներկայացված են առողջապահության համընդհանուր ապահովագրության ներդրման ռազմավարության 2027 թվականի առանձնահատկությունները եւ մինչեւ 200,000 դրամ ամսական աշխատավարձ ստացողներուն համագարքի մեջ ներառելու հնարավորությունները։ Վարչապետը նշած է, որ հնարավոր զարգացումները կքննարկվին քանի ուղղություններու հարցերով պայմանավորված։ Մի ուղղությունը իհարկե զուտ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի մեջ մարդկանց ներգրավելու, ներառելու անհրաժեշտությունն է, երկրորդը այն կանխավարկածը, որ աշխատավարձերի ցածր սեգմենտում մեր համոզմունքով եւ իմացությամբ գործում է ստվերային որոշակի սխեմա եւ կառավարության համար խնդիր է նաեւ լուծել սոցիալական խնդիրը, բայց չխրախուսել ստվերը եւ սա է պատճառը, որ այսպիսի քննարկումներ ենք մենք ծավալում։ Նիկոլ Փաշինյանը ներկայացուց 2027 թվականի հունվար 1-ին մինչև 200,000 դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիները համագարքի մեջ ներառելու վերաբերյալ կառավարության այս բահվան մոտեցումները։ 2027 թվականի ընթացքում գուցե կառավարությունը սուբսիդավորի մեծ անհրաժեշտ 10,800 դրամ ծախսի 4,400 դրամը, աշխատողները վճարեն 2,000 դրամ, այն 2,000 դրամը, որոնք նախկինում մինչև 2026 թվականի հունվարի 1-ը վճարում էին զինապահ հիմնադրամին եւ պակասող 4,400 դրամ հատվածը վճարեն գործատուները։ Այն պայմանով բնականաբար, որ եթե աշխատավարձը կփոխվի, կբարձրանա եւ կհատի 200,000 դրամի շեմը, այդ դեպքում արդեն այդքան աշխատավարձ ստացող քաղաքացիները կներառվեն արդեն իսկ գործող 200,000 դրամ եւ ավել աշխատավարձ ստացող քաղաքացիների համար նախատեսված համակարգի մեջ։ Ասիգա կառավարության խաղապարն է ներկայացրությամբ, սակայն կարևոր է նաև շարունակությունը, նշած է երկրի ղեկավարը։ Շարունակությունը մենք մտածում ենք հետեւյալ կերպ, որ 2028 թվականի հունվարի 1-ից արդեն գուցե թե մենք գործարկենք հետեւյալ սցենարը, որ 10,800 դրամ ծախսի 6,000 դրամը վճարի աշխատողը, որը ինքը արդյունքում հետ է ստանալու 2028 թվականին արդեն որպես սոցիալական կրեդիտ համընդհանուր հայտարարագիրը լրացնելու պարագայում, այսինքն գործնականում քաղաքացու կյանքում շատ բան չի փոխվում։ Իսկ մնացած պակասող 4,800 դրամը շարունակի վճարել գործատուն էլի այն պայմաններում, քանի դեռ աշխատավարձը ցածր է 200,000 դրամից։ Երբ որ կհատի 200,000 դրամի շեմը, արդեն համակարգը կսկսի գործել են ընդհանուր պայմաններով, որի վերաբերյալ տվյալ պահին կկայացվի որոշում։ Շատ լավ պիտի լա, եթե գործադուները նաև այս առիթը օգտագործելով վերանային իրենց որոշումները ու հնարավորինս շատ աշխատողներու վճարեն 200,000 դրամ եւ ավելի աշխատավարձ, ընդգծած է վարչապետը։ Իհարկե նման խնդիր կա նաև պետական կառավարման համակարգում եւ մենք նույնպես պետական կառավարման համակարգում այդ խնդիրը հասցեագրելու վերաբերյալ պիտի մտածենք։ Նիկոլ Փաշինյանը շեշտած է, որ այս փուլին առողջության համընդհանուր ապահովագրության համագարքի ներդրումեն կողեն, սակայն մյուս կողմը պետք է հասկանալ, որ ադիգա գենսունակ համագարք է, որ պետք է սպասարկվի, ուղեկցվի։ Մենք հիմա խնդիր ենք դրել, որ առաջիկայում 2029 թվականի հունվարի 1-ի դրությամբ բնակչության բոլոր շերտերը պետքա ներառված լինեն համակարգում, բայց դա չի նշանակում, որ մենք վերջ ավարտեցինք աշխատանքը։ Այսինքն համակարգը միշտ պետքա ուղեկցվի, որովհետև եւ շուկայի, եւ տնտեսության, եւ աշխատավարձերի փոփոխությունից, այդտեղ նաեւ փոխկապվածություններ մենք ունենք
սոցիալական կրեդիտների համակարգի հետ մենք պետք է անդադ ուղեկցենք, անդադ քննարկենք, որպեսզի համակարգի ընդհանուր առողջությունը կարողանանք ապահովեն։ Վարչապետը ընդգծեց նաև համագարկի տրամական կայունության եւ մատուցվող ծառայություններու որակի ապահովության կարևորը, նշելով, որ քննաջի պայմաններու ներքո այս հարցերուն եւս անհրաժեշտ է բարբերաբար անդրադառնալ։ Մենք ասում ենք, որ կենսաթոշակառուների թոշակի գնողունակությունը ըստ էության մենք պետք է ինդեքսավորենք, որովհետև գնաճը անխուսափելի է, առողջության ապահովագրության համակարգի համար էլ է գնաճը անխուսափելի, որովհետև այդ գնաճը ազդում է ամեն ինչի վրա եւ հետագայում մենք այս խնդիրներին նույնպես պետք է անդրադառնանք։ Կառավարության աշխատվան նիստին օրակարգային հարցերում քննարկման զուգահեռ հայտարարված է նաև անձնակազմային փոփոխության մասին։ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնին Արմեն Գրիգորյանին կփոխարինի Ալեն Սիմոնյանը։ Նիստին անդադարձ կատարված է արտահանման շուկաներու բազմազանեցման, բնակարանաշինության, ծավալներուն եւ անշարժ կույքի շուկայի աշխուժության։ Գործադիր իշխանությունը նաև լրացուցիչ միջոցներ հատկացուցած է հոկտեմբերին Հայաստանի մեջ կայանալիք COP17-ի կազմակերպման համար։ Ազգային ժողովի նախկին նախագահը անվտանգության խորհրդի քարտուղար վարչապետի որոշմամբ Ալեն Սիմոնյանը կփոխարինի Արմեն Գրիգորյանին։ Ուզում եմ պարոն Գրիգորյանին նախ շնորհակալություն հայտնել նախորդ 8 տարիներին այդ պաշտոնում իր կատարած աշխատանքի համար եւ հաջողություններ մաղթել հետագա գործունեության ընթացքում։ Շնորհակալություն պարոն վարչապետ ջերմ խոսքերի, վստահության եւ համատեղ աշխատանքի համար։ Այս ամբողջ ժամանակահատվածի աշխատանքի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր գործընկերներին, շնորհակալություն բոլորին, մեծ պատիվ էր ծառայել Հայաստանի Հանրապետությանը։ Գոդայքենզատ մյուս բոլոր 9 մարզպետները կշարունակեն պաշտոնավարել, վերանշանակվեցան նաև Պետական եկամուտներու կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը եւ Գալվաձակրության կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։ Թովմասյանը նշեց, կոմիտեի հարաճիգա նախաձեռնությունները թույլ պիտի տան զարգացնելու անշարժ կույքի կառավարման օրակարգը։ Հագարականոր, որ եկամտային հարգի վերադարձի ծրագիրը արդեն Երևանի մեջ չի գործեր, ըստ վարչապետին անշարժ կույքի շուկան հիմա առավել քան աշխուժ է։ Հայաստանի Հանրապետությունում եւ մասնավորապես Երևանում բնակարան ձեռք բերելը դառնում է տրենդային, ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ նաեւ բազմաթիվ օտար երկրյա քաղաքացիներ, հիմնական մասը իհարկե Սփյուռքի մեր ներկայացուցիչները բնակարաններ անշարժ գույք են ձեռք բերում Հայաստանի Հանրապետությունում, դա իհարկե կապված է միջազգային տրենդների հետ, բայց նաեւ կապված է նրանից, որ Հայաստանի գրավիտացիոն ուժը աճում է եւ սա շատ կարեւոր նորություն է եւ պարոն Թովմասյան մենք պետք է նաեւ ոլորտում կարողանանք կատարենք այնպիսի բարեփոխումներ, որ այս դինամիկան ոչ միայն չվնասենք, այլև ընդհակառակը ավելի ակտիվացնենք, պարոն Գրիգորյան, մասնավորապես թվայնացման ոլորտում էլ մենք այդտեղ անելիքներ ունենք, որպեսզի անշարժ գույքի շուկայի հետ կապված գործարքները հնարավորինս հեշտացնենք, բայց մյուս կողմից նաև այդ գործարքների վստահելիության մակարդակը չնվազեցնենք, այլ ընդհակառակը ավելի բարձրացնենք։ Պետք է կենտրոնանալ 2020-ին առաջ ունեցած բոլոր օրագարկերուն վրա։ Կառավարության անդամներուն արժև դրված խնդիրները ընդգծեց Փաշինյանը։ Եթե կարճ ասենք, հեղափոխության ամբողջ օրակարգը այսօր նույն հրատապությամբ, ինչպես 2018 թվականին դրված եղել սեղանին, նույն հրատապության սեղանին դրված է եւ դրա համար կա երկու պատճառ։ Առաջինը, որ մենք ունենք օբյեկտիվ հնարավորություն կենտրոնանալ հաստատված խաղաղության շնորհիվ եւ երկրորդը իհարկե ընտրությունները եւ ընտրություններում ժողովրդի տված մանդատը եւ դրա վերահաստատումը եւ այս առումով իհարկե ստվերային տնտեսության կրճատումը մեզ համար խնդիր է։ Խոշոր ներդրումներու ծավալով երգիրը խորհրդային Հայաստանի ժամանակներու հետ համեմատելի վիճակի մեջ է։ Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի վերանշանակման շրջանագեններս նշեց վարչապետը, որ բնակարանաշինության ոլորտներս նույնիսկ ավելի բարձր ցուցանիշներ կան, քան խորհրդային միության վերջին տասնամյակին։ Բնակարանաշինության ամենամեծ ծավալները իրականացվել են 85985-86 թվերին, իսկ 2025 թվին գրեթե 80%-ով մենք գերազանցել ենք Հայաստանի Հանրապետությունում համեմատած բնակարանաշինության ծավալները։ Եթե 1.2, 1.3 միլիոն քառակուսի մետր իրականացվել են ժամանակ շինարարությունը,
ապա 2025 թվին ավելի ծավալով է իրականացվել։ Նշվեցավ նաև, որ գագնգալվի դարվան ավարտին քերազանցել խոշոր շինարարական ծախսերու ծավալը 900 միլիարդ դրամ եւ ավելի։ Վարչապետին խոսքով համեմատության մեջ կրնալալ դեսագետ, թե այն ժամանակ կառավարություն ներկառուցողը հիմա կառավարությունը չի գառուցեր։ Ան հիշեցուց Հայաստանի մեջ բնակարանաշինության թափը սկսած է աճիլ 2020 թվականին, երբ որոշվեցավ որոշակի փոփոխություններ անել եկամտահարկի վերադարձի համագարկի մեջ։ Շինարարության մի զգալի հատվածը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից եւ իհարկե սա սխեմա է, որը աշխատում է եւ մենք առաջիկայում նաեւ կխթանենք եւ բացի դա իհարկե ուղիղ հենց կառավարության կողմից իրականացվող ծրագրերը, դպրոցաշինություն, մանկապարտեզաշինություն, ճանապարհաշինություն, առողջապահական հիմնարկներ։ Շինարարությունը տնտեսության ամենեն կենսունակ զարգացող ջուղերեն մեկն է։ Կան բարձրորակ շինարարական ընկերություններ, բայց կան նաև 21-րդ դարուն ոչ հարիր շինարարական նախագծեր եւ շինարարության հրաբարակներ նկատել տվավ վարչապետը, ընդգծելով, որ բոլոր հնարավորությունները տված են, պետք է այնպես անել, որ այդպես գործող ընկերությունները հեռանան թաշտեն, փոխզիջումներ չլան։ Ունենք բոլոր տվյալները հավակնություն ունենալու, որ առաջիկա 5 տարվա ընթացքում մենք էականորեն ավելին կարող ենք անել, քան արել ենք նախորդ 8 տարվա ընթացքում, էականորեն ավել։ Եվ նաև սկսած սուբվենցիոն ծրագրերի ծավալներն Հուլիս ամսում բդուղ բանջարեղեն արդահանած տնտեսավարողներուն փոխհատուցման նպատակով գործադիր իշխանությունը հատկացուց 5 միլիարդ 365 միլիոն դրամ։ Արդահանման ցուցանիշները նաև հաշվի առնելով նշվեցավ, որ արդահանման շուկաներու բազմազանեցման առումով հարաճընթաց արձանագրված է։ Վերջին 2 ամիսների ընթացքում ծաղիկներ արտահանվել են 26 երկիր, միրգ 21 երկիր եւ բանջարեղեն 14 երկիր։ Ըստ վարչապետին շատերը ստեղծված իրադրությունը կհամարեն ճգնաժամ, ինք կհամարե հնարավորություն։ Փաշինյանը կարևոր համարեց հարմարելու դրամապանության ընդունումը։ Համարգվիլը կբերե նաև փոփոխություններ, եթե ունիս վախճանապանական մտածողություն, ապա վախճանապանական պատճառ ըստ վարչապետին ամեն օր կա։ Եթե չկա ադապտացիայի կարողություն, նույնիսկ ամենադրական փոփոխությունները ունենում են բացասական ազդեցություն։ Եթե կա ադապտացիայի կարողություն, նույնիսկ ամենաբացասական փոփոխությունները հնարավոր է լինում ծառայեցնել սեփական խնդիրների եւ օրակարգերի հասցեագրմանը։ 8 տարի է խոսում ենք տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին, բայց որևէ ծրագիր չի աշխատում մի պարզ պատճառով։ Մարդիկ չեն համարում, որ դրա անհրաժեշտությունը կա։ Ինչքան էլ քաղաքական խոսույթներ մենք զարգացնենք, կոչեր, հորդորներ եւ այլն, որովհետեւ մեր ընկալումը ինչ է եւ ինչպիսին պետքա լինի։ Էլի անդրադառնամ այդ թեմային, որ անկախությունը քչերից կախվածությունը փոխարիներն է շատերից կախվածության։ Որովհետեւ տեսեք, եթե մենք ունենք մի ոլորտ, որտեղ մեր գործակցությունը որևէ սուբյեկտի հետ ունի գերակշռող կամ մենաշնորհային իրավիճակ, դա սպառնալիք է։ Մենք դրանուն այդպես չենք դնում, դա սպառնալիք է։ Դա ազգային եւ պետական անվտանգության հարց է, որը պետք է կառավարվի։ Հայաստանի մեջ հոկտեմբերին սպասվող գենսափազմազանության մասին կանոնադրության կողմերու 17-րդ համաժողովը COP17-ն իրականացնելու համար շրջակա միջավայրի նախարարության հատկացվեցավ լրացուցիչ 2 միլիարդ 640 միլիոն դրամ։ Համաժողովին կմասնակցին 196 երկրի ներկայացուցիչներ, պիտի լան տասնյակ հազարավոր մասնակիցներ։ Հյուրընկալում են COP-ը եւ եւս 2 տարի ժամկետով մինչեւ 2028 թվականի հոկտեմբերը նախագահելու ենք։ Հայաստանը արդեն իսկ համարվում է ամենակենսաբազմազան երկրներից մեկը աշխարհում եւ կենսաբազմազանության օջախներից մեկն է հանդիսանում առհասարակ, բայց COP-ը հյուրընկալելով եւ նախագահելով մենք արդեն իսկ կդառնանք նաեւ գլոբալ որոշումների կայացման կենտրոններից մեկը։ Նշվեցավ նաև, որ COP17-ի իրականացումը հնարավորություն մնե ավելի բարձրացնելու երկրի միջազգային տեսանելիությունը եւ ճանաչելիությունը։ Գազագերբական աշխատանքներ ու տրամամիջոցները դրամատրված են պետական կանցարանեն, բայց ներդրումներու հիմնական ուղղությունը եղած է մասնավոր հատվածի մեջ։ Աշխատանքների ընթացքում հայտնաբերեցինք, որ Երևանի հաղթանակ կամուրջը Արշակունյաց պողոտային միացնող ճանապարհ կա, որը չի գործում երկար տարիներ եւ մենք այս աշխատանքի ընթացքում նաեւ Երևանը նոր փողոց կունենա եւ ես առաջարկել եմ, որ Երևանի քաղաքապետարանի մեր գործընկերները այդ փողոց անվանեն COP17-ի փողոց, որպես նաեւ այդ համաշխարհային միջոցառման նշանավորում։
Ատկեզատ պիտի վերագանքնվին հարագից ենթագառույցներ, մայթեր, ջանաբար, կարևոր մաս կազմելով Գարմիր գամուրջին հետ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը COP17-ն կարևոր միջոցառում մը կհամարե նաև Հայաստանի միջազգային թերագադարման իմաստով։ Կառավարության նիստեն երկ լրագրողներուն հետ ճեպազույցին ընթացքին վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձած է Հայաստանի արտաքին քաղաքական եւ տնտեսական օրագարկին, շեշտելով երկրի համար այլ ընտրանքային ուղիներ ստեղծելու անհրաժեշտությունը։ Անխոսած է դարաշրջանային հաղորդակցություններու եւ ուժանութային համագործակցության, երկաթուղի կառավարման շուրջնավոր լուծումներու, ինչպես նաեւ Եվրամիության անդամակցության հարցով աբակային նախադեсվող հանրակրվեին մասին։ Անդադար կատարված է նաեւ պաշտպանության նախարարությունեն ներսը սպասվող անձնակազմային փոփոխություններուն։ Հայաստանի վարչապետը լրագրողներուն հետ ճեպազրույցին ընթացքին հաստատեց, որ ադրբեջանցի մասնակիցներ այցելած են Հայաստան։ Ադրբեջանի նախագահը մեկ օր առաջ խոսելով TRIP նախագծի մասին հայտարարած էր, որ իրենք արդեն վերլուծած են այն վայրերը, ուր պետք է անցնին էլեկտրահաղորդման գիծերու հենասյուները։ Նիկոլ Փաշինյանը հիշեցուց, որ այս եւ նախորդ տարի եղած են մեգական մամլո հաղորդակցություններ 2025 թվականի սեպտեմբեր 5-ին դեղեկացված է Հայաստանի եւ Ադրբեջանի բադվիրագություններու հանդիպման ու այն մասին, որ աշխատանքային գործընթացներ տեղի ունեցած են Հայաստանի ու Ադրբեջանի տարածքներեն ներս։ 2026 թվականի հունվար 15-ի հաղորդակցության մեջ ալ նշված է երկաթուղի հարցով այցելության մասին։ Բոլոր քննարկումները եղել են այդ հանդիպումների շրջանակում, բնականաբար մենք նախկինում էլ ասել ենք, որ էլեկտրահաղորդման գծեր, խողովակաշարեր, մալուխներ, երկաթգիծ այդ թեմաներով աշխատում ենք եւ տեղի ունենում երկկողմ աշխատանք։ Ինչ կվերապերի Իլհամ Ալիևի այն հայտարարության, թե Հայաստանի հյուրեական գայանը անորոշ ժամանակ չի գնարկործելու Հայաստանին ուժանույթի այլ աղբյուր պետք է եւ որ իրենք պատրաստ են ապահովելու զայն, դարադեսակ մեկնաբանություններու տեղիք տված է։ Այս արդիվալ Նիկոլ Փաշինյանը նկատել տվավ։ Մեծամորի հյուրեական գայանի շահագործման ժամկետը արձանագրված է ներառյալ Հայաստանի միջազգային պայմանագիրներում մեջ, որոնք կնքված են Դագավին այս կառավարութենեն առաջ։ Այդ վերջնաժամկետը հիշեցնենք 2036 թվականն է։ Խոսելով ուժանութային Արևդուրի մասին Հայաստանի ղեկավարը շեշտեց. «Մինչև բոլորովին վերջերս սկսվեր, որ Հայաստան ունի էլեկտրական ուժանույթի ավելցուկ։ Հիմա սակայն Հայաստանը գրնա էլեկտրական ուժանույթի բահանջալ ունենալ, որովհետև արագ թափով կզարգանան արհեստական բանականության գործարանները, որոնք ալ էլեկտրական ուժանույթի մեծ սպառում կնախադեսեն»։ Այս պայդրությամբ բնականաբար մեր մեծ իրադրության մեջ բան չի փոխվել, բայց այն պլանները, որ մասնավորապես ներդրողներն ունեն արհեստական բանականության ոլորտում նոր գործարաններ կառուցելու առումով Հայաստանի Հանրապետությունում դա մեզ ստիպում է մտածել, որ մենք մեր էներգետիկ ռազմավարությունները պետք է նորից վերանայենք, որպեսզի այս նոր պայմաններին եւ ակնկալիքներին համապատասխան կարողություններ ունենանք։ Հայաստանի ռազմավարությունը ուժանյութային 100% անկախությունն է արևային եւ գուդագիչ կայանները զարգացնելով, բայց ադիգա ըստ վարչապետին չի նշանակեր, թե դուրս պիտի մնանք էլեկտրական ուժանյութի միջազգային արևդուրեն։ Երբեմն կարող ենք ներկրել, այդ թվում Ադրբեջանի հետ կարող ենք ունենալ գործընկերություն, գործակցություն, այդ թվում էլեկտրաէներգիա արտահանելու եւ ներմուծելու մասով, ինչպես մնացած բոլոր երկրների հետ, Թուրքիայի հետ, Իրանի Իսլամական Հանրապետության հետ, Վրաստանի հետ եւ այդպես շարունակ։ Ռուսական ընկերության միջազգային կառավարման հանձնված երկաթուղիին հետ կապված Հայաստանը չի ցանկարտիմել սուր քայլերու։ Պատասխանելով այն հարցման, թե հնարավոր է որևէ բահու որոշում կայացվի միագողմանիորեն խզելու պայմանագիրը, Փաշինյանը ասավ. «Կփնտրեն լուծումներ, որոնք բարեկամական լան, փոխադարձ շահերը հաշվի առնելով ու փոխզիջումային, բայց Հայաստանն ալ հերթական անգամ չգործընծնե պատմական հնարավորությունը համարգվելու միջազգային փոխադրամիջոցային ցանցի մեջ»։ Ես նախկինում խոսել եմ այն մասին, որ օրինակ այդ կոմպրոմիսներից մեկը կարող է լինել ռուսական երկաթուղիների կողմից կամ Ռուսաստանի կողմից կոնցեսիոն իրավունքի վաճառքը, բայց այդ վաճառքը կարող է լինել ամբողջական, կարող է լինել մասամբ, այսինքն ինչ որ որոշակի բաժնետիրական որոշակի կոնֆիգուրացիաներ կարող են լինել, որտեղ տոկոսային բաշխվածությունը լինի այնպես, որ Հայաստանի միջազգային տրանսպորտային ցանցին ինտեգրվելու այս պատմական հնարավորությունը չխոչընդոտի
եւ այլն եւ այդպես շարունակ։ Գամքուցե օտագայանի ցեվաչափը գիրառվի, երբ կա առանցին կառավարում եւ օտագայանեն օգտվող բազմաթիվ օտային ընկերություններ։ Լուծումներու փնդրդուքի ժամանակ հարաճ եկող խաղապարներեն ներկայացուց Հայաստանի ղեկավարը շեշտելով, որ որևէ խնդիր չունի Հայաստանի երկաթուղին ռուսական ընկերության կառավարման ներքո գտնվելուն հետ, սակայն արգա իրավիճակը կխոչընդոտե, որ երկաթուղին համարգվի միջազգային երկաթուղային ցանցի մեջ։ Այդ երկաթուղիին հնարավոր շահառուները կփնտրեն մեր երկիրը շրջանցող դարբերակներ։ Չեն տատրիր Հայաստանեն պահանջները հանրաքվե իրականացնել եւ բարձել, որ անիգա պիտի մնա Եվրասիական տնտեսական միության մեջ, թե պիտի երթա դեպի Եվրոպական միություն։ Վարչապետն այս առընչությամբ գրգնեց. հանրաքվե անպայման պիտի լա, բայց աբակային եւ միայն այն բանեն յետք, երբ նախ համագարկային առումով որոշակի նախապատրաստական աշխատանքներ կատարված ըլլան։ Երկրորդը պաշտոնապես ըլլա թիմում Եվրոպական միության անդամակցության հարցով։ Ընդ որում բոլորովին բարդաթիր չէ, որ հանրաքվեով ընտրություն կատարվի Եվրասիական միության եւ Եվրոպական միության միջև։ Ուրիշ ընտրություն էլ կա։ Այս մենք երկուսը նշում ենք, կա երրորդ ընտրությունը, որ կարող է երրորդ նախաձեռնություն լինի ոչ ԵԱՏՄ, ոչ ԵՄ, ոչ են ենք ուզում, ոչ են ենք ուզում։ Բայց իսկ ով ասել, որ բոլորը պարտադիր ինչ որտեղ գնում, կարող այդ երրորդ տարբերակն էլ լինի։ Բելարուսիոն նախագահի հայտարարությունը, թե Հայաստանը, որում պետք է Փաշինյանի դիտարկմամբ Եվրասիական տնտեսական միության անդամ շարք մի երկրներու ընկալումներ Հայաստանի Հանրապետության մասին, խոր համագարկային եւ անհարգալից ընկալում։ Այդ ընկալումը ինչի վրա է եղել։ Այդ ընկալումը եղել է հիմնված եղել նրա մասին, դե որ Հայաստանը դե Ղարաբաղի կոնֆլիկտը կա, Ադրբեջանի հետ կոնֆլիկտը կա, Թուրքիայի հետ կոնֆլիկտը կա, այդ թշնամությունները անհաղթահարել են, ուրեմն իրենք փախնելու տեղ չունեն։ Իրանց ոնց ուզենք, դենց կարանք վերաբերվենք։ Բայց ինչի է այս խոսակցությունը բացվել խաղաղության միջավայրում եւ խաղաղության պայմաններում։ Բայց որ ես ասում եմ, որ Ղարաբաղի հարցը լծակ էր, բարաներ կամ թոկեր կամ թակարդ էր, ես բառեր ասեցի, տենց ամեն բառ իր արձագանքին, բայց ինչ նկատի ունեի։ Հենց սա նկատի ունեի։ Հայաստանի ժողովուրդը ընտրության իրական իրավունք չի ունեցել, որովհետև Հայաստանի ժողովրդին անընդհատ առաջնորդել են դեպի թակարդներ։ Հիմա մենք ուզում ենք Հայաստանի ժողովրդի համար ստեղծենք այլընտրանքներ, որպեսզի ժողովուրդը ինքը ընտրի։ Կառավարությունը չի տատրիր փնտրել է նաև 4-րդ, 5-րդ այլընտրանքը, որովհետև պետք չէ լա իրավիճակը, երբ ովևէ մեկը ասե Հայաստանը երթալու դեղ չունի, գամանիգա ոչ մեկում պետք է։ Մենք ապացուցեցինք, որ Հայաստանի Հանրապետությունը ծայրագավառ չէ։ Հայաստանի Հանրապետությունը խաչմերուկ է Հարավային Կովկասի հետ միասին, մեծ տարածաշրջանի հետ միասին։ Եվ մենք այդպես ենք վերաբերվում հարցին, ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ, ամենայն հարգանքով բոլորի շահերի նկատմամբ, բայց մենք չենք կարող որևէ մեկի շահերը վեր դասել մեր պետական շահերից։ Մենք չենք կարող իհարկե նաև արհամարանքով վերաբերվել կամ կամահարանքով վերաբերվել որևէ մեկի շահերին, դրա համար մենք փորձում ենք բոլոր հարցերը համբերատար, առանց էսկալացիաների, առանց նյարդի հանգիստ համբերատար քննարկել լուծել։ Անդրադառնալով ներհայաստանյան անձնագազմային հարցերուն, անվտանգության խորհրդի արդեն նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը առայժմ pedagogan նոր պաշտոն պիտի չունենա։ Փաշինյանը ըսավ անոր առաջարկած է աշխատիլ վարչապետի աշխատակազմի մեջ, բայց Գրիգորյանը նախընտրած է թաթար վերցնել։ Ինքնալ ըմբռնումով կմոտենա այդ որոշման։ Անձնագազմային փոփոխություններ պիտի լան նաև պաշտպանության նախարարության մեջ։ Բանակի մեջ հերթական ողբերգական դեպքին պատճառով փոփոխություններ նախադեсված են ռազմական ոստիկանության եւ փարոյահոգեբանական ապահովման վարչության մեջ։ Սևանա լճի ափամերձ հատվածները աստիճանաբար գազադին աբորինի կառույցներ են։ Դատախազության միջնորդակիրներուն հիման վրա 68 հողամասերեն արդեն կազմակերպված է ավելի քան 200 շենք շինություններ։ Լողափնյա եղանակի ընթացքին աշխատանքները ժամանակավորապես դադրեցված են եւ պիտի վերսկսին եղանակի ավարտեն յետք։ Դատախազությունը նաեւ հայցեր ներկայացուցած է շարքման աբորինի կառուցված գույքերը պետության վերադարձելու պահանջով։ Նախադեсված է ազատված տարածքները ծառայեցնել հանրային նպատակներու։
Սևանա լիճի ափամերձ հատվածները աստիճանաբար կմաքրվին աբորինի գառույցներ են։ Վերջին ամիսներուն թադախազության միջնորդակիրներու գադարման արդյունքով 68 հողամասեր է, գազմաքանթված է ավելի քան 200 շենք-շինություններ։ Գլխավոր թադախազուհի Աննա Վարդապետյանը Գեղարքունիքի մարզի թադախազ Գագիկ Այվազյանի ուղեկցությամբ այցելած է Սևանա լիճի գազմաքանթված շենք-շինություններու տարածքներ եւ շարքը հանձնարարականներ տված է մարզի թադախազին։ 2025 թվականի դեկտեմբեր ամսից դատախազությունը մեկնարկել էր Սևանի ափամերձ բացարձակ նիշից ցածր հատվածներում ապօրինի կառուցված շենք-շինությունների ապամոնտաժման աշխատանքները, որոնք այս պահին ընդմիջվել են պայմանավորված հանգստացողների առկայությամբ եւ լողափնյա սեզոնով, եւ ապամոնտաժման աշխատանքները պայմանավորված են այն հանգամանքով, որ այդ շինությունները որևէ մեկին սեփականության իրավունքով պատկանել չեն կարող։ Գլխավոր թադախազուհին հանձնարարած է լողապնյա եղանակի ավարտենի հետ կշարունակել աբորինի կառուցված շենք-շինություններու գազմաքանթման աշխատանքները։ Բեդության վերադարձնելու համար նոր հայցեր ներկայացնել աբորինի կառուցված քույքի վերաբերյալ, ինչպես նաև արդեն ներկայացված հայցեր ու շրջանագեններ շարունակել աշխատանքները։ Աննա Վարդապետյանը ասաց է, առանձնահատուկ ուշադրություն պիտի դարձնեն գազմաքանթված տարածքներու հետագա օգտագործման, պիտի դիտարկեն ներառյալ հանրային լողափեր դարձնելու հնարավորությունը։ Նախադեсված է հերացնել նաև տարածքներում մեջ մնացած ոչ հիմնական շինությունները եւ թատրեցնել Սևանի ազգային արգելոցի այն պայմանագիրները, որոնք այլևս չեն համապատասխաներ գործող օրենսդրության։ Հատվածները, որոնք ապամոնտաժվել են, այս պահին դեռևս որևէ այլ վարձակալությամբ ծանրաբեռնված չեն եւ դատախազության մոտեցումն այս պահին այն է, որ այս տարածքները, որոնք առավելապես պատկանել են նախկինում բարձրաստիճան պաշտոնատար անձանց, պետք է դառնան հանրային օգտագործման տարածքներ, հանրային լողափեր եւ այս ուղղությամբ դատախազությունը դեռ մի քանի գործողություն պետք է նախաձեռնի կապված տարածքների սպասարկման եւ տարածքներում գտնվող այլ կառույցների հեռացման հետ, որպեսզի այս տարածքները հնարավոր լինի օգտագործել լիարժեք հանգստի համար։ Սևանա լիճի գազմաքանթված տարածքներում մեջ դեկտեմբերին սկսյալ իթիվս այլոց գազմաքանթված են պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, փաստացի պատկանող առանձնադուն, բացարձակ նիշեն վար գտնվող հատվածներու, բարիսպները եւ թեկահարթակը։ Ազգային ժողովի նախկին նախագահ Սամվել Նիգոյանի որդիին առանձնադունը գրթության եւ գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի եղբոր Խրճիթը Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի որդիին Գարեն Գրիգորյանի Խրճիթը ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Կասպարյանի Սևանի առանձնադան բացարձակ նիշեն վար գտնվող հատվածի բարիսպը Գրացուլե Հենաբադերը թեկահարթակը։ Ինչ վերաբերում է բուն շինություններին, որոնք չեն գտնվում բացարձակ նիշից ցածր հատվածներում, դատախազության դիրքորոշումն այն է, որ դրանք եւս պետք է որպես հանրային սոցիալական նշանակություն ունեցող տարածքներ օգտագործվեն։ Այդ գործընթացի տարբերությունը ապամոնտաժման աշխատանքների կայանում է նրանում, որ շենք-շինությունների հետ կապված դատախազությունը պետական շահերի պաշտպանության եւ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթների շրջանակներում հայցեր է ներկայացրել դատարան, որոնք հանգուցալուծվելուց հետո միայն հնարավոր կլինի շենքերը արդեն վերադարձնել պետության սեփականությանը եւ օգտագործել սոցիալական նշանակությամբ։ Դատախազությունը ներկայացուցած է հայցեր, որոնք կվերապերին ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Կասպարյանի աբորինի կառուցած Սևանի առանձնադան Հայաստանի ֆուտբոլի դաշնության նախկին նախագահ ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուփեն Հայրապետյանի Սևանի առանձնադան եւ Հարսնակար հյուրանոցի վարչական համալիրին ու Խրճիթներում պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի Սևանի առանձնադան Գաբավոր ընկերության դնորեններու խորհրդի նախագահ Արմեն Հակոբյանյանի Սևանի առանձնադան վերաբերյալ Ամերիկայի մեջ իրականացվող հայոց լեզվի ուսուցիչներու համայնքական հավաքին կմասնակցին 120 մանկավարժներ Հայաստանեն, Ռուսիային, եվրոպական երկրներեն, Հնդկաստանեն եւ Միացյալ Նահանգներեն։ Հավաքի նպատակն է կատարելագործել Սփյուռքի մեջ հայրենի դասավանդումը ուսուցիչներուն ներկայացնելով կրթական նոր մեթոդներ ու գործիքներ։ Մայրենին ինքնության պահպանման միջոց։ Այս գաղափարն է Ամերիկայի Միացյալ Նահանգներու արևմտյան թեմի առաջնորդարանի մեջ իրականացվող հայոց լեզվի ուսուցիչներու համահայկական հավաքի առանցքը։ Կմասնակցին 120 մանկավարժներ Հայաստանեն, Ռուսիայեն, եվրոպական երկրներեն, Հնդկաստանեն եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներու դարբեր համայնքներեն։ Դարբեր երկրներ, դարբեր գրթական միջավայրեր, բայց մեկ ընդհանուր նպատակ՝ հայերենը փոխանցել հաջորդ սերունդներուն։ Մեր ծրագիրը հայրենաշունչ է, սակայն համապատասխանում է ամերիկյան լեզուների դասավանդության եւ կրթական չափանիշներին, չափորոշիչներին։ Այսօրվա նյութերը վերաբերվում են կրթական եւ դասյարակչական
նոր մեթոդներին, մոտեցումներին, մանավանդ լեզվի դասավանդության, լեզվի եւ մշակույթի դասավանդության մեթոդներին սփյուռքի մեջ։ Սփյուռքի հայկական դպրոցներու թիվը դարվե դարի գավելնա, հետևաբար կմեծնա ուսուցիչներու բահանջը, գրթական ծրագիրներու եւ ժամանակագից գործիքներու անհրաժեշտությունը։ Ելույթի մեջ ընդգծած է Ամերիկայի Միացյալ Նահանգներու արևմտյան թեմի շաբաթօրյա վարժարաններու հոգեվոր տեսուչ Հովհաննես Սարգսակ Քումրոյանը։ Սփյուռքում հայոց լեզվի ուսուցիչը պարզապես առարկա չի դասավանդում։ Նա առաջինն է, ով մանկան առջև բացում է հայ մշակույթի աշխարհը։ Նրա դասարանում հայերենը հնչում է ոչ միայն որպես լեզու, այլև որպես պատմության, գրականության, երգ, ազգային հիշողության եւ հոգեվոր ժառանգություն։ Շատ երեխաների համար հայրենիքը սկսվում է ոչ թե Հայաստան առաջին այցելությունից, այլ առաջին հայերեն պատմվածքից, առաջին բանաստեղծությունից եւ առաջին երգից։ Ուսուցիչին առաքելությունը միայն գիտելիքը փոխանցելը չէ, նշած են գազագերբիչները։ Մանկավարժը իր մեծ ներդրումը ունի, աշակերտը դաստիարակելու եւ ինքնությունը ձևավորելու գործի մեջ։ Ամեն ուսումնական տարվա սկզբին կազմակերպվելիք այս ժողովները չափազանց կարևոր են մեզ համար, որովհետև դրանք հնարավորություն են տալիս ծանոթանալու այն հրաշալի նորամուծություններին, նոր գաղափարներին, որոնք էլ ավելի արդյունավետ են դարձնում մեր աշխատանքը, մեր փոքրիկ երեխաների հետ։ Նմանատիպ սեմինարները իսկապես շատ ոգևորող է եւ շատ ինֆորմատիվ, նաեւ ուսուցիչներին հնարավորություն են տալիս, որպեսզի թարմացնեն գիտելիքները եւ ավելի գրագետ եւ ավելի օգտակար կազմակերպեն իրենց դասերը։ Մարդահրավերները բազում են։ Երեխաները գաբրին անգլիալեզու բազմամշակույթ միջավայրի մեջ, իսկ հայկական դպրոց կհաջախեն շաբթական մեկ անգամ, ինչ որ բավարար չէ հայերեն լիարժեք սորվելու, վարժ գարտալու գրելու համար։ Գրեթե 2 դասնամյակի վեր այս թեմական կառույցներ աշխատանիստեր կգազմագերբվին, որովհետեւ առավել աշխուժությամբ մեր շաբաթօրյա վարժարանները ներս մենք կարողանանք սերունդներ պատրաստել, որտեղ հայ բադանի հոգու եւ մտքի եւ սրտի մեջ կարողանանք սերը ներարգել թեպի Աստված, թեպի մայր երկիրը, թեպի մեր սուրբ եկեղեցին, թեպի մեր սրբազան ավանդույթները։ Պատասխանատվությունը տրված է ուսուցիչին վրա։ Անոր աշխատանքը գրնա անքնահատելի լալ ոչ միայն հայերեն սորվեցնելու, այլև զայն հաջող կիրառելու, բահբանելու եւ դարաձելու հարցի մեջ։ Աշխատվան համար մենք պատրաստած էինք այսքանը։ Շարունակեցեք հետևել առաջին ալիքին մինչ հաջորդ շաբաթ։